Հարգելի գործընկերներ, հարգելի հայրենակիցներ, անկեղծ ասած իմ խոսքը ուզում եմ սկսել երեք հնչած մի տխրահռչակ հայտարարությունից, որը վերաբերում էր մասնավորապես այն գյումրեցիներին, իբրև թե այն գյումրեցիներին, ովքեր Արցախը համարել են այնպիսի տարածք, որտեղ իրենց համար ծառայել եղել է խնդրահարույց եւ դրա համար գումարներ են վճարել Արցախում չծառայելու համար։ Հիմա տեսեք, այն որ ԿՊԱ-կան տեխնացուն Գյումրի ընտրություններում հանդես եկող դասական Փաշինյանական էր, նրա գաղափարին, նկարագրին, քաղաքական վարքագծին հատուկ, դա կարծում եմ որևէ մեկի համար նորություն չէր։ Բայց ես ուզում եմ, որ շատ հստակ մենք արձանագրենք, որ Արցախը եւ Արցախի պաշտպանության բանակում ծառայությունը շատ-շատերիս համար եղել է մշտապես հպարտություն եւ շատ-շատերս մեր ծառայությունը Արցախի պաշտպանության բանակում տարել ենք պատվով եւ այսօր էլ այդ ամենը, այդ հիշողությունները դաջված են մեր բոլորի սրտում։ Ես ինքս առաջին մուտքը Արցախի պաշտպանության բանակում ունեցել եմ 2006 թվականին, երբ որ ծառայության եմ նախանցել Հայկազովում տեղակայված ուսումնական զորամասում, այնուհետև 1.5 տարի իմ ծառայությունը տարել եմ Մադաղիսի եւ Թալիշի հատվածում, եւ այդ երկու տարիները, ինչպես իմ, այնպես էլ մեր շատ ընկերների, հայրենակիցների համար եղել է մեր կյանքի, մեր կենսագրության լավագույն ժամանակները, ոչ միայն նրա համար, որ մենք մեր ծառայությունը մեր հայրենիքին կամ մեր հայրենիքի Արցախյան հատվածում համարել ենք հպարտություն, այլ այն, որ մենք հնարավորություն ենք ունեցել մեր ծառայությունը ունենալ հատկապես Արցախում։ Ես նաև ուզում եմ նշել, որ ինքս ճանաչում եմ շատ գյումրեցիների պարտադիր ժամկետային ծառայողի կարգավիճակով, պայմանագրայինի կարգավիճակով, սպաների կարգավիճակով, որոնք այսօր էլ, նրանցի շատերը այսօր էլ ծառայում են զինված ուժերում եւ մշտապես հպարտացել են իրենց կենսագրական այն հատվածով, որոնք իրենց ծառայությունը կրել են Արցախի պաշտպանության բանակում։ Ես կարծում եմ, որ երեք տեղի ունեցած Գյումրի ու տեխնացուների այդ բանավեճում ըստ էության ԿՊ ներկայացնող տեխնացուն գնաց քաղաքական ինքնասպանության ճանապարհով, մյուս կողմից նաև պատասխանատվություն ստանձնեց այս իշխանությունների այն բոլոր մեղսակցության համար, հայրենիքի հանձնումից մինչև Հայաստանի անվտանգությունը ըստ էության թշնամիներին վաճառելու այդ հարցից եւ դրանով ինքն իր ճանապարհը փակեց հետագայում քաղաքական գործընթացների համար։ Սա մեկ։ Երկրորդը չենք կարող մենք որևէ ձևով շրջանցել եւ չանդրադառնալ այն բոլոր այլանդակություններին, որոնք տեղ ունեցան հատկապես երեք Գյումրիում։ Իհարկե տարբեր process-ներ, տարբեր տեխնացուների նկատմամբ ճնշումների, հետապնդումների բավականին ծանր նաև քարոզչության միջոցով մենք տեսել ենք այս վերջին 2 ամիսների ընթացքում, սակայն այն ինչ որ տեղ ունեցավ երեք Գյումրիում ըստ էության իր անոնսը ստացել էր դեռևս չորեքշաբթի օրը խորհրդանում կառավարության այդ հարց ու պատասխանի ժամանակ, երբ քաղաքական իշխող մեծամասնության ղեկավարը խորհրդանի ամբիոնից ըստ էության հանձնարարություն իջեցրեց իրավապահ համակարգին գործելու իր պատկերացումների շրջանակներում, իսկ դրա հիմքում ոչ թե օրենքն է, ոչ թե սահմանադրությունն է, այլ իշխող ուժի առաջնահերթությունները, որոնք արտահայտվում են ձերբակալությունների, ճնշումների, քարոզչական բավականին անթույլատրելի միջոցների կիրառման միջոցով եւ երեք մեր գործընկեր նաեւ Մարտուն Գրիգորյանի ընտանիքի նկատմամբ իրականացված է եւ մեծ առումով Մարտուն Գրիգորյանին նկատմամբ առհասարակ այս օրերին իրականացող այս ողջ process-ը իմ նկարագրած իրադարձությունների շրջանակներում է ցանկացած
հատված, ցանկացած դետալային առումով վերցրած, ըստ էության ցույց է տալիս, որ իշխանությունը իր համար նպատակ է դրել ամեն գնով վերցնելու Գյումրիում իշխանությունը եւ այդ ճանապարհին որևէ բանի առաջ չի կանգնելու։ Ես չեմ կարող նաեւ չհիշատակել նաեւ երեք տեղ ունեցած մեկ այլ միջադեպ նաեւ Պեկալ Տեխնացու Կարեն Սիմոնյանի եւ նրա շտաբի նկատմամբ օրեր առաջ Ռուբեն Մխիթարյանի նկատմամբ քնչական տարբեր տարօրինակ զանգերի միջոցով եւ այլն, այնպես որ իշխանությունը Գյումրիում գործում է ճիշտ այնպես, ինչպես իր քաղաքական նկարագիրն ու հետագիծն է եւ ամեն ինչ անելու է բոլոր այդ թվում անթույլատրելի միջոցներով Գյումրիում ունենալ իշխանություն։ Շնորհակալություն։ Ֆակտոր, խնդրեմ ձեր հարցը։ Պարոն Աբրահամյան, այնուհանդերձ դուք բացառում եք, որ օրինակ եղել են դեպքեր, որ մարդիկ գումարի դիմաց կարողացել են հասնել նրան, որ Արցախում չծառայեն։ Ես չեմ կարող նմանատիպ դեպքերը որևէ ձևով հերքել։ Երեք տեղ ունեցած բանավեճի ժամանակ, եթե չեմ սխալվում, հենց Ռուբեն Մխիթարյանն էր անընդհատ պահանջում, որպեսզի ԿՊԱ-ական տեխնացուն ներկայացնի կոնկրետ օրինակներ, որտեղ այն ինչ որ նկարագրվեց այդ բանավեճի շրջանակներում, բնականաբար կոնկրետ քրեական էլեմենտներ իր մեջ պահանջում եւ բնականաբար նորմալ իրավական պետության դեպքում դրան պետք է տրվի համապատասխան ընթացք։ Ես կարող եմ ձեզ ասել միանշանակ, որ այսօր, երեք եւ վաղը ցանկացած process, որտեղ կարող է դիտվել կաշառքի արևոտ կաշառքի դրսևորում, հատկապես զինվորական ծառայությունից ազատելու հետ կապված բոլոր ժամանակներում իմ համար եղել է կա եւ մնալու է դատապարտելի արարք, որը պետք է ամենախիտ ձևով լինի պատժել։ Իրականում, խնդրեմ ձեր հարցը։ Ես որպես այս հարցի շարունակություն եւ մեկ ուրիշ հարց ունեմ, այն ամենիվ պարոն Աբրահամյան, տեսեք, այդ հայտարարությունն արդյոք հաղորդում չի հանցագործության մասին, ձեր կարծիքով ինչու է իրավապահ մարմինները հապաղում, առնվազն Սարիկ Մինասյանը չէր հրավիրվելու մինչ այս պահ հարցաքննության, հաշվի առնելով, որ նախընտրական շրջանում իրավապահ մարմինները շատ արագ եւ օպերատիվորեն արձագանքում են մյուս տեխնացուների վերաբերյալ, հա, տեղեկություններին, հայտարարություններին, անանուն ձայնագրություններին, ինչով եք սա պայմանավորում եւ երկրորդ հարցը իշխանությանը չի հաջողվում Ադրբեջանի հետ հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը, չնայած որ հայտարարել են, որ համաձայնագիրը պատրաստ է ստորագրման կետերի շուրջ կա ձեռք բերված պայմանավորվածություն, բայց Ադրբեջանը շարունակում է նախապայմանների լեզվով խոսել, սա արդյոք ձախողում չէ, հա, Նիկոլ Փաշինյանի կոնկրետ անձի որպես բանակցողի եւ եթե այդպես է, արդյոք նրան անվստահություն հայտնելու գործընթաց ընդդիմությունը կսկսի խորհրդարանի մակարդակով։ Շնորհակալություն։ Եթե ձեր ենթահարցերից որը մեկը մոռանամ, խնդրում եմ ինձ հիշեցրեք, որովհետեւ բավականին բազմաշերտ էր։ Կոնկրետ Գյումրի հետ կապված երեկվա բանավեճի ժամանակ ըստ էության բավականին շատ հարցադրումներ հնչեցին, որոնք հաղորդում էին հանցագործության մասին։ Բայց երկու բան այստեղ նախ պետք է առանձնացնել։ Առաջինը, եթե եղել է նման փաստեր, եւ նման փաստեր եղել են նախքին բոլոր ժամանակներում, ապա դրանց հետ կապված պետք է լինեին իրավական process-ներ, ընդ որում մինչև 2018 թվականն էլ եղել են բազմաթիվ հարցեր զինվորական ծառայության հետ կապված, որոնց հետ կապված եղել են իրավական process-ներ, մարդիկ են նստել, տարբեր ժամանակահատվածով ազատազրկման ենթարկվել եւ այլն։ Այսինքն մենք չենք խոսում իդեալական իրավիճակի մասին, երբ որ չի եղել որևէ կոռուպցիոն դրսևորում կամ որևէ փուլում որևէ անձ չի փորձել գումարի միջոցով հասնել որևէ խնդիրների լուծմանը։ Հիմա այլ բան է, որ այս իշխանությունը, որի տեխնացուն ներկայացված էր այդ բանավեճում, արդեն 7 տարի իշխանության է, եւ եթե նրանք այս 7 տարվա ընթացքում տիրապետել են նման տեղեկությունների, որոնք եղել են պայմանականորեն մինչև 2018 թվականը եւ որևէ քայլ չեն ձեռնարկել, դա արդեն խոսում է նրանց այս գործընթացում ունեցած հանցավոր լռության մասին, սա եւս իմ կարծիքով նաեւ իրավական գործընթացի առարկա է, կամ այն հնարավոր փաստերի մասին, որի մասին խոսում էր ԿՊԱ-ական տեխնացուն, ակնհայտորեն ստում էր,
որովհետև նրանից պահանջեցին փաստեր, ինչը գոնե այդ բանավեճի ժամանակ չներկայացվեց։ Հիմա հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի հետ կապված երեք չափազանց վտանգավոր արձագանք է հնչել Բաքվից առայն, որ Ադրբեջանի իշխանությունները երկար չեն պատրաստում սպասել Հայաստանի կողմից իրենց առաջադրած մյուս նախապայմանների կատարմանը, ըստ էության հասկացնելու, որ եթե որոշակի ժամանակ հետո Հայաստանի իշխանությունը իր նախապայմանները կատարած չլինի, այս դեպքում առաջնային երկու բան է ներկայացում՝ ՄԻԱԿ-ը Մինսկի խմբի լուծարում, որին Հայաստանի իշխանությունները մեծ առումով դեմ չեն, եւ սահմանադրության փոփոխություն, որին եւս հայաստանյան իշխանությունները դեմ չեն եւ նրանց կամքով իրացնում են, ուղղակի անդադ պատճառաբանություն են ներկայացնում, որ սա որոշակի երկար process է եւ հնարավոր չէ 1 կամ 2 ամսում իրականացնել։ Հիմա Ադրբեջանը սպառնում է, սա ըստ էության սպառնալիքի էլեմենտները առայն, որ Հայաստանի կողմից իրենց պատկերացումների շրջանակների ժամկետում չիրականացնելու պարագայում, այսինքն այդ պահանջները չիրականացնելու դեպքում Ադրբեջանը կարող է առաջինչ համարել բանակցային այն փաթեթը 17 կետից բաղկացած, որը միջև այս բանակցել է։ Իհարկե մենք շատ ժամանակ այդ փաստաթղթին այն տեսանկյունից ենք անդրադառնում, թե ինչու Ադրբեջանը սա չի ստորագրում եւ այլն։ Տեսեք, Ադրբեջանը այդ 17 կետերից բացի ունի մեկ այլ համախումբ պահանջներ, որոնցից երկուսի մասին արդեն խոսեցի՝ սահմանադրության փոփոխություն, ԵԱԿ Մինսկի խմբի այդ ձևաչափի լուծարում, սրա մեջ հաճախ նաև Ադրբեջանը ներկայացնում է Հայաստանի ապառազմականացում, այսպես կոչված փախստականների վերադարձ, այսպես կոչված արևմտյան Ադրբեջան եւ այլն, այսինքն Ադրբեջանը տեսնում է հնարավորություն հայաստանյան այս իշխանության պայմաններում միջև վերջ գործելու եւ առավելագույնը ստանալու եւ դրանով պայմանավորված ոչ միայն ձգձգում է բանակցային գործընթացը, այլ հանդես է գալիս նոր նախաձեռնություններով։ Ներողություն մի հատ հնչեցրեք։ Փաստացի իշխանությանը չի հաջողվում իրականացնել իր տված խոստումը, խաղաղության պայմանագրի ստորագրումը եւ հաշվի առնելով նաեւ ընդդիմության այն բոլոր բարձրաձայնումները կապված Նիկոլ Փաշինյանի վարած ներքին ու արտաքին քաղաքականության, այդ թվում եւ տնտեսական, սա ենթադրում է, որ եթե ընդդիմության մեկ բառով նկարագրենք, իր ասածը Նիկոլ Փաշինյանը ցախողել է։ Հետեւաբար հարց է առաջանում, ընդդիմությունը նախաձեռնելու է Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ։ Իմպիչմենտի անվստահության գործընթացը խորհրդանական այն գործիքներից մեկն է, որը մի կարևոր պահի կարող է գործածել։ Այս պահին ես դժվարանում եմ դրա մասին որոշակի ժամկետային կտրվածքով խոսել, որովհետև դա միայն կախված չէ սուտ խորհրդանում ներկայացված ընդդիմադիր կամ ընդդիմադիր տարբեր ուժերի դիրքորոշումներից, դա նաև մեծ առումով կախված է նաև փողոցում արկա իրավիճակից եւ բնականաբար որևէ ձևով որը մեկը չի կարող բացառել, որ ինչ որ կետում անհրաժեշտություն կառաջանա կամ բարենպաստ դաշտ կձևավորի այդ գործընթացի համար։ Ինքը կարևոր գործիք է, կիրառելի գործիք է, բայց դրա հետ կապված պետք է լինի նաև այլ գործոնների արկայություն, որոնք հնարավորություն կտան ոչ միայն բուն նախաձեռնություն դրսևորել, այլ նաև ունենալ արդյունավետ ելք։ Ազատություն։ Պարոն Աբրահամյան, դուք խոսեցիք արդեն Ադրբեջանի առաջ քաշվող նախապայմաններից, Ադրբեջանը կարող է դրանից հրաժարվել եւ Հայաստանի առաջարկին, այսպես ընդառաջ գնալ, մոտ ապագայում ստորագրել ձեր կարծիքով խաղաղության պայմանագիրը, նաեւ օրինակ միջազգային ճնշման ներքո, եթե այդպիսի բավարար ճնշում լինի։ Ամենամեծ խնդիրը սկսեմ վերջից, որ Ադրբեջանի նկատմամբ մեծ ճնշումներ գոյություն չունեն կամ գոնե դրանք խիստ արտահայտված չեն։ Ավելին ասեմ, վերջին 7, արդեն 8 օրերի ընթացքում եւ առաջնագծի տարբեր ուղղություններով Սոտքից մինչև Խոզնավար խնացախ հատված ադրբեջանական կողմը համակարգված ձևով կրակահերթեր է արձակում մարտական դիրքերի, նաև որոշակի առումով նաև խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, այս պահին դեռևս ոչ թիրախային,
Այս ընթացքում միջազգային հանրությունը հավաքական առումով գոնե տեսանելի մասով որևէ ձևով չի արձագանքում, ինչը հնարավորություն է ստեղծում ադրբեջանցիների համար որոշակի շոշափելու ընդհանուր տրամադրությունները եւ ինչու՞ չէ որոշակի փուլում գնալու առավել լարված սադրանքների։ Հիմա այս իրավիճակում Ադրբեջանը կարծես թե իր համար առաջին հերթին դիտարկել է այն իրավիճակը, որը այսօր ստեղծված է, իսկ Հայաստանի իշխանությունների այդպես էլ չավարտվող զիջումների քաղաքականությունը բերում էր նրան, որ յուրաքանչյուր փուլում Ադրբեջանի յուրաքանչյուր զիջում իրացնելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերում նոր խոցելիություն եւ այս խոցելիության պայմաններում բնականաբար նաեւ բանակցային դիրքավորման առումով Հայաստանը հայտնում է շատ ավելի վատ վիճակում։ Հիմա բնականաբար այդ դինամիկան լավագույնը շոշափում են ադրբեջանական իշխանությունները եւ փորձում են ընթացքում ընդլայնել այն պահանջներին եւ Հայաստանի չեցված այն նախապայմանների թիվը, որոնք ուղեկցվում են շանտաժի եւ ճնշումների էլեմենտներով։ Եթե կարճ հարց կա, շատ կարճ խնդրեմ։ Հարցեր չկան, շնորհակալություն։ Կա էլի, եթե կարելի է Կարճ ես հարց։ հավելյալ հարց տամ։ Այսինքն ձեր գնահատմամբ Ադրբեջանը այս փուլում չի գնալու, ճիշտ հասկացած ես, պարոն Աբրահամը։ Ես կարծում եմ, որ այս փուլում եւս Ադրբեջանը ցկցկելու է բանակցային գործընթացում մասնարարպես այդ փաստաթղթի ստորագրման process-ը եւ փորձելու է Հայաստանից ստանալ նոր զիջումներ։ Շնորհակալություն։